Ես կանգնած եմ լեռան ամենաբարձր կատարին, երկնասլաց ժայռերի վրա ու նայում եմ ցած իմ դեմ փռվող արաքսի կանաչ հովտին։ Մայիսյան խաղաղ երեկո է, աղջամուղջը ձորերից բարձրանում է դեպի թավիճ բարձրունքները։ Ժայռերը հետզհետե ընկղմվում են իրիկնային մշուշի մեջ, հետզհետե լռում են օրվա ձայները և իմաստուն մի անդորր է իջնում երկրի վրա։ Ես նայում եմ իմ դիմաց վերելնող սպիտակափառ Արարատին, լսում եմ մայիսյան հովի մեղմ շնշնկոցը և ընկղմվում եմ մտքերից ծովի մեջ, այն մտքերի, որ ունենում է միայնակ մարդը անսասանելի բարձրունքներում։ Հանկարծ լսվեց հեռվից, ապա ժայռի մյուս կողմից հետզհետե մոտեցող և ուժեղացող ֆշշոց լսվեց, կարծես հեռվից փոթորիկ էր մոտենում կամ գարնանային հեղեղ։ Լցվեց հարյուրավոր թևերի թափահարումներով և սև փետրավոր ու կարմիր ոտքերով թռչունների միահագին բազմություն վրա տվեց այն ժայռին, որին հենված էի ես։ Ես ընկղմվեցի թռչունների սև ամպի մեջ։ Իրենց կարմիր ու ճկուն կտուցները լայն բացած, նրանք մոլեգին թափով ցած էին նետվում երկնքից, պտույտներ գործում շուրջս և այնպիսի ճվճվոց էին բարձրացնում, որ ես շփոթմունքից մի պահ քիչ մնաց անդունդով գլորվեմ։ Անհատակ ձորի վրա կախված, այդ հեռավոր ժայռին կռընթաց, խաղաղ ու խորհրդավոր այդ ժամին, թռչունների հոծ բազմության տագնապալի աղմուկից ես ցնցվեցի։ Այս ինչ հրաշք է։ Կրակոցը սրտապնդում է մարդուս մենության ժամին։ Կրակեցի թռչունների սև ամպի մեջ։ Ձորը դղրդաց, քարայծերը դուրս վազեցին քարանձավներից և սարսափահար փախան անմատչելի գազաններով։ Թռչուններից երկուսը քարի նման ցած ընկան և կուլ գնացին անդունդի սև երախին, իսկ մնացածները 118 զայրագին կանչերով շրջապատեցին ինձ։ Մի ձեռքով քարերից բռնելով, իսկ մյուսով հրացան նոթում շարժելով և պաշտպանվելով, ես բնազդաբար առաջ շարժվեցի և կռացա նայեցի ժայռի մյուս երեսը։ Իջնելու տեղ էի փնտրում, այ քեզ բան։ Կոչեցի ինքս ինձ և թեթև շունչ քաշեցի։ Այնտեղ մի ընդարձակ քարայր էր, բազմաթիվ թռչուններ տագնապով ներս ու դուրս էին անում ու անընդհատ ճվճվում։ Անպայման ձագեր կունենամ, անցավ մտքովս։ Ես ուշադիր նայեցի այրի ներսը և ամեն ինչ պարզվեց ինձ համար։ Ապարաժի պատերին և առաստաղին հարյուրավոր բներ էին շինված, որոնց միջից աղվամազոտ փոքրիկ գլուխները դուրս էին հանել և անօգնական ու թույլ ձայնով ծվծվում էին սև թռչունների մոխրագույն ձագերը։ Ես գտնվում էի ինձ անհայտ թռչնային քաղաքի դարպասների մոտ և նրա բնակիչները պատրաստ էին կյանքները զոհել իրենց քաղաքն ու ձայգերին պաշտպանելու համար։ Ես ժայռից իջա և ներքևից նայեցի քարայրի ներսը։ Այնտեղ, վերևում, տագնապ ապրած մայրերը սվսվալով հանդարտվում էին, իսկ նրանց թևերի տակ հավանաբար արդեն նիրհում էին աղետից ազատված իրենց ձագերը։